Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր էլի մի քանի խոսք պետք է ասեմ Քոչարյանից, որ մարդիկ հասկանան, որ այդ մարդը ինչու իրավունք չունի ընդհանրապես Հայաստանում ընտրության մասնակցել, թեկուզ մի հատ կալխոզի նախագահ դառնա, բան, նա իրավունքը այդ չունի։ Իրականում չունի այդ իրավունքը։ Հիմա ես կասեմ ինչու էլի, ժողովուրդ ջան, մի քանի անգամ ասել եմ, որպեսզի շատ չկրկնվեմ, հենց համառոտ կասեմ, ուրեմն 94 թվին, որ մենք հաղթեցինք, ուրեմն որ արդեն 96-97 թվերը մոտ կացավ, դե արդեն Քոչարյանը անձամբ մի քանի անգամ ասել էր, որ այդ տարածքները բուֆերնի զոնա է, մենք դա ետ ենք վերադարձնելու Ադրբեջանին, բան, Դեզդեն, Փլամփստան, նա արդեն ինքը գիտեր, որ դա հնարավոր բան չի, աշխարհը չի ընդունում, որ ասենք Ղարաբաղը դառնա անկախ պետություն, աշխարհը չի ընդունում, նույնիսկ որպես Հայաստանի մաս աշխարհը չի ընդունում, եւ որ ամենակարևորը դա Ռուսաստանը չի ընդունում, թեկուզ Ռուսաստանն է մեզ օգնել, որ Արցախը ադրբեջանցիներին գրավենք, այն ինչի համար է օգնել, դե բոլորս արդեն գիտենք, որ մենք միշտ լինենք ադրբեջանցիների հետ թշնամի, հիմա փախավ եկավ Հայաստան իհարկե, ինքը իր գլուխը Արցախից ազատեց, եկավ Հայաստան, ուրեմն դրա գրագիտությանը, որ մարդիկ ասում են գրագետ է, հասկացող է եղել, ես մի բան է եղել, նենց ամեն ինչը լավ գիտեր, գիտակցում էր բան, ես չգիտեմ, այդ ինչում է եղել նրա գիտությունը, այդ որտեղ է Քոչարյանը կրթվել, Սեդրակի ոչխարներով Բաքվում բուհ է ավարտել, Տենց չի, Սեդրակի ոչխարներով Բաքվում բուհ է ավարտել, Բաքվի բուհ ավարտածը կարող էր ինչ-որ կարողանար Ադրբեջանի կազմից ինչ-որ տարածք անկախացնել, անկախ պետություն սարքեր, ոնց կարար այդպես բան անել, եթե ինքն էլ Ռուսաստանը դա չի ուզում, հիմա գանք մեր օրեր, այդքանը գիտեք, էլի բոլորդ էլ գիտեք, ես պրոստը հիշեցման կարգով այդքանը ասեցի, գանք մեր օրեր, նոր լսում եմ Քոչարյանը ինչ է ասում է 8 ամիս է անցել Թրիպիցը, դե հիմա կրկնեմ նույնը, Բաքվում ավարտած, բուհ ավարտած մարդը, նա կարա հասկանա, Թրիպը ինչ է, ինքը չգիտի, չէ էդ ինչ է, չգիտի, որովհետև ինքը չի բանակցել, ինքը տեղյակ չի, դրա բանակցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, միայն Նիկոլ Փաշինյանը գիտի, Թրիպը ինչ է, նրանից բացի ոչ մեկ չգիտի, ու նա չի էլ ասում, վարչապետը չի էլ ասում, պարզ չի ասում, մենք սենց ենք բանակցել, նենց ենք բանակցել, ինչի համար է դա, Քոչարյան, ես հիմա քեզ ասեմ, ես իմ մտածելակերպով ասեմ, ես քո նման չեմ մտածում, դու հասկանում եմ ժողովրդին ուզում ես լարես, ասենք իշխանության գալու համար ես մի բան մտամ ձեռ ես առնում, բան ես անում Փաշինյանի արած գործին, բայց Թրիպը, են քո ասած երաշխավորներից մեկն է, համար մեկը, առաջվա համար մեկը, որ երաշխավոր էր, նա արդեն գոյություն չունի, որովհետև
Եթե ուզում եք իմանաք ինչա բանակցել Նիկոլ Փաշինյանը, ասենք Ալիևի հետ, պետքա դուք հասկանաք, եթե ստե արդեն մտնում է Ամերիկան, ուրեմն Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանը բանակցել են Ռուսաստանին այս տարածաշրջանից հանեն, որովհետև Ռուսաստանը ոչինչ չի անում, ոչ խաղաղության համար, ոչ մի բանի, անընդհատ կռիվ է հրահրում, նրա համար մենք եթե ինչքան շատ լինենք թշնամիներ մենք եւ Ադրբեջանը, Ռուսաստանի համար այդքան շահ է կանա։ Քոչարյան, հասկացար, դու դա բոլորից լավ գիտես։ Դու դա գիտես բոլորից լավ։ Ուղղակի դու ուզում ես ձեր թալանածները պահպանեք ինչ-որ ձև, Հայաստանից ինչ-որ մասել կկորչի ջահանդամ, դուք ձեր թալանածները պահպանեք, ձեր դարը ապրեք, ձեր դարը, բայց ձեր դարը դուք արդեն ապրել եք, վերջ, դուք չկաք, դուք պետք է հեռանաք, թե ինչի եք մեյդան մտնում, դա արդեն սխալ բան է ձեր կողմից, որովհետև ձեզ այլևս ոչ մեկը թույլ չի տալ, հիմա ասեմ քեզ ամենակարևորը, եթե Նիկոլ Փաշինյանը ու Ալիևը իրար հետ բանակցել են, որ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, եթե մենք Ռուսաստանին այս տարածաշրջանից հանենք, Թուրքը, Ադրբեջանը չի վախենում դրանից, նա Ռուսին ծալած ունի, հասկացար, Քոչարյան, նա Ռուսի վրա թքած ունի, բայց մենք մեր վախը Ռուսից դեռ կա, ու դու լավ գիտես դա ինչի համար, դրա համար ես ուզում օգտագործես այդ ռուսական գործոնը Հայաստանում, իսկ երբ պայմանավորվել է երկրի ղեկավարը Ալիևի հետ, որ ռուսական գործոնը այստեղ էլ չի գործելու, մենք խաղաղություն ենք բանանում, մենք էլ իրար հետ չենք կռվելու, այն որ վարչապետ Փաշինյանը ասում է, եթե ես չլինեմ կռիվա լինելու, դու բերում ես ռուսական գործերը տարածաշրջան, բերում ես, նույն պահին, նույն թրիփը այն որ ասում ես բան չի աշխատում, չէ, ոնց որ 20 թվին Տրամպը անենց չասեց ոչ մի բան, բայց ներքին կարգով Ադրբեջանին թույլատրեց Ղարաբաղը վերացնի, Ադրբեջանը վերացրավ ու ոչ մի Ամերիկան, ոչ մեկը ոչ մի բան ծպուտ չհանեցին, նույն ձև Թրամփը Ադրբեջանին կարա թույլատրի Սյունիքը գրավեն, ռուսը փրկելու է, Քոչարյան, փրկելու է ռուսը, ու իմացի հենց տենց էլ լինելու է, Փաշինյանը այն որ ասում է սեպտեմբերին պատերազմ կլինի, չէ եթե մենք չընտրվենք, որովհետև նա գինի, որ եթե ինքը չլինի Հայաստանում գալիս է ռուսական ուժ, այնքան պայմանավորվածությունները որ եղել է խաղաղության համար, դա զրոյանում է, Թրամփը ընդեից հրամանը տվավ չէ, Ադրբեջանը հարձակվելու է Սյունիքի վրա, ու ոչ Ամերիկան, ոչ մեկը էլի լուր մնալու են, լուր, ռուսն էլ ոչ մի բան չի կարողանալու անի, որովհետև ռուսը Թուրքից, Ադրբեջանից վախենում է, այդ մենք ենք, որ ռուսից վախենում ենք, բայց ադրբեջանցին Թուրքը ռուսից չի վախենում, ծալած ունի, Քոչարյան, հասկանում ես թե չէ, թե չես հասկանում, թե չես ուզում հասկանաս, տրիփը այսօր, այդ որը տեյա, դա երաշխավորն է, որ ռուսը չի մտնելու տե, հասկանում ես, ռուսական գործոնը այլևս չի գործելու տե, հակառակ դեպքում պատերազմ, ոչ Տրամփն է մեր ընկերը, ոչ
Ռուսաստանն է մեր ընկերը, ոչ մեր ընկերը չեն։ Դեր մեզ նրանց ինչ է հետարքիր։ Իրանի նավթը, Իրանը, այս մեկը, Իրանի գազը, այն մեկը։ Նրանց հետարքիր։ Ադրբեջանն ու Հայաստանն էլ Թրամփին խոսք են տվել, որ իրանց տարածքներով չեն թողելու ռուսը ներխուժի Իրան։ Քոչարյան, դու բոլորիսն էլ լավ ես հասկանում, քեզ հիմարի տեղ մի դիր, այդպես բաներ մի ասա, այդ է, Փաշինյանի ասածը դա է, հասկացար Քոչարյան, ես քեզ, սա դու գիտես, ես ուղղակի քեզ ասում եմ, որ ժողովուրդը լսեն, որ քեզ նույնիսկ հասարակ մարդն է հասկացնում, կարող է և չես էլ հասկանում, որովհետև դու Ադրբեջանի բուհ ես ավարտել, Ադրբեջանի դպրոց ես ավարտել, իսկ ես Հայաստանում ես 10-րդ դասարան եմ ավարտել։ Մեր տարբերությունը գիտես ինչքան մեծ է։ Աշխարհի ամենագրագետ երկրում եմ ես դպրոց ավարտել 10 տարի։ Մեր տարբերությունն է դա։ Դու ոչ մի բան չես ավարտել։ Այդ Ադրբեջանի բուհը հավասար է Հայաստանի 5-րդ դասարանի ավարտածներին։ Հասկացար Քոչարյան ջան։ Հասկացի։ Այդ է Նիկոլի ասածը, որ ասում է, եթե մենք չլենք պատերազմա, նա չի ուզում ասի, որ ես հզոր եմ, ես պատերազմի առաջ կառնեմ։ Պատերազմի առաջ ուժե պայմանավորվածություններով առած, որ ռուսական գործոնը այլևս ստեղ պետք է չգործի։ Եվ վերջ, իսկ դուք ուզում եք բերեք, դրա համար էլ է մարդ ասում, որ կլինի պատերազմ։ Մարդկանց միշտ եղեք, իսկ Թրամփը երաշխավորն է, Թրամփը կարող է, այդ որ դու ամես 8 ամիս է, չէ, ես էլ ասում եմ, կարող է 8 տարի էլ չկառուցվի, բայց դա երաշխավորն է, որ Ամերիկան ստե է, շնչում է, բոլորի վրեն։ Ադրբեջանի վրա էլա շնչում, Հայաստանի վրա էլա շնչումը տեից, Իրանի վրա էլա շնչումը տեից, Թուրքիայի վրա էլա շնչում, դա Հայաստանի համար երաշխավոր է, նոմեր 1։ Ես մեկը քո լեզվով ասեցի, հասկացար Քոչարյան, եթե չես հասկացել, անձամբ ինձ էջումս գրի, ես քեզ ավելի մանրամասն բացատրեմ։ Ավերեք ժողովուրդ ջան, այսքան բան, հատուկ Քոչարյանի համար։